une émission proposée par Hype FM. Բարև սիրելի ունտիրներ, Ֆրանսահայ թեմը վերջին շրջանին ապրեցավ խոր ճգնաժամ կապված Նորվան arczepiskopos Զաքարյանի հրաժարականին եւ անորտուն դվող պատճառներուն հետ։ Նորվան սրբազանը մոտ 45 տարիներու իր գործունեությամբ դրոշմեց ֆրանսահայ գաղութը եւ այսօր պահն է մեր մեծարանքի հաղորդմամբ ներկայացնելու զինք իր կյանքի, մտքի եւ աշխատանքի ընդմեջին։ Աստված օգնական սրբազան, 3 նոյեմբեր 1-ն էր, այսօր նոյեմբեր 2, 3 կավարտեր ծեր հրաժարականով ճշտված այն ժամկետը, որ մեր հետ այլևս Ֆրանսահայ թեմի առաջնորդը չեք։ Այսօր ծեր օրը ինչպես սկսավ նոր կարգավիճակի մեջ հրաժարյալ առաջնորդի եւ ուր է այսօր Նորվան սրբազանը այսօրվան սկսյալ ինչ գործունեությամբ կսպաղի։ Ուրեմն այսօրվան սկսյալ ինչ գործունեությամբ կսպաղվի ամիշաբես շուտ է ասել, որովհետև դեղափոխության վիճակի մեջ կգտնվիմ, մինչև որ նոր դեղը հաստատվի, այնուհետև ուրեմն ավելի ճշգրիտ կերպով կրնամ իմ կյանքիս, ուրեմն ներկա վիճակով շարունակությունը տեսնել եւ թե ինչպիսի գործունեություններ պիտի տանիմ իմ կյանքիս մեջ մտավորական, որովհետև բավական գործեր ունիմ, որոնք կիսավարտ մնացած են աստվածաբանական ջարերու թարգմանություններ եւ այլն, անոնցմով անշուշտ պիտի սպառվեմ, որբեսի վերջացնեմ եւ նաեւ եթե երբեք քաղաքի մեջ իմ ծառայությանս անհրաժեշտությունը տեսնեն ղեկավարները, ես սիրով եկեղեցվո ծառայությունս շարունակելու պատրաստ եմ, բայց ադիգա այլևս ինձ մեկ ախում չունի, այլ օրվան իշխանավորեն եւ իշխանութենեն։ Նորվան սրբազան դուք նաեւ արդեն քանի վերջին շաբաթներում մենք վկան եղանք Ալֆորվիլի մեջ հատկապես դպրոցաշինական աշխատանքի Ալֆորվիլի Սուրբ Մեսրոպ Գերտարանի երկրորդ բաժնի, այսինքն կոլեջի բաժնի Արաբյան կոլեջի հաստատմամբ այդտեղ արդեն ծեր ճակատագիրը ճշտված է, թե դուք պետք է ղեկավարեք այդ գործը։ Անպայման, որովհետև շինարարական աշխատանքը կղեկավարվի ապկաֆանունով գազագերբության մգողմ է, որուն համեստորեն ասեմ, որ նախակահն եմ, առանց իմ ուզելուս ագամայապար եւ պատասխանատվությունները ստանձնած եմ, մանավանդ մեծակումար եւ պետք է որ ուրեմն այդ կորձին գլուխը լամ եւ չլքեմ չերթամ, որբեսի ժողովուրդը հուսախապ չլա։ Սրբազան, ես կուզեի անպայման, որ մենք անդրադառնանք իսկապես ծեր կյանքին, որովհետեւ պետք է որ այսպիսի 45-ամյա գործունեություն հետքը ցկե, բայց նաեւ բատկամը ցկե։ Մենք նախքան ծեր մտքերու եւ գործունեության աշխատանքի մասին խոսիլը կուզեի որ մեր ունգընտիրները իմանան դուք ծնած եք Բեյրութ, Բուրջամուտ ավելի ճիշտ եւ ծեր մանկությունը ապրած եք այդ քաղաքի մեջ եւ ուսանած եք թե Անտիլիաս եւ թե Երուսաղեմ մինչեւ ֆրանսացիեր հաստատվելը երկու բարձր մանկության մասին այդ տարիներուն դժվար շրջաներ երկրորդ համաշխարհային պատերազմեն ելած այդպես երկիրեր ինչպես բազմաթիվ տեղեր եւ շատ տեղ աղքատություն կար հայերը դեր իրենք կփնտրեին ինքնակայացման առումով դեր մանկությունը ինչպիսին եղավ Ուրեմն 1949 ծնած եմ եւ մանկությանս հաջախած եմ թաղային ասկային ապկարյան վարժարանը եւ ունեցած եմ իսկապես լավ տաստիարակներ երբեմն գիտեք մեր գերդված ասենք վիճակ հայագերդումի այդ աշխատանքը այդ մարդիկը շատ լավ գերբով գդարեցին այդ երևելի թեմքերում մեջ կան բարոն Անտրանիկ Ծառուկյանի նման մտավորականներ Եդվարդ Բոյաջյան եւ թեր շատ ուրիշներ Շավարժ Մագարյան եւ ասոնց նման երևելի անձնավորություններ որոնք դարձան մեր ուսուցիչները եւ մեզի գերդեցին մեր մեջ գերդեցին մանավանդ հայը իր փարոյական բոլոր ուրեմն սկզբունքներով Երբ որ ավարտեցի նախնական ուսումս
Անմիջապես արդեն մենք այդ ժամանակ եկեղեցվո մեջ կծառայեինք իբրև թբիր եւ շատ կապված էի ցևովը եկեղեցական կյանքին, որովհետեւ հայրս ինքը շատ ամեն գիրագի եկեղեցի հաջախող հավատացյալ մներ եւ զիս բարդատրափար հետը գտաներ արդեն 6 տարեկան ես սկսյալ եւ քանի որ եկեղեցի արդեն երթայի օրը բարեկամներս ասին ինչու մեզի հետ շաբիկ չեսակներ եւ թբիր չսլար այդպեսով եկեղեցական կյանքի մեջ մտածեմ եւ այդ մտնոլորտը զիս իսկապես քրաված է սիրած եմ եւ այդ ծառայությունները եկեղեցվո մեջ մատուցած ադենս հետս է ավելի կապված եմ ուրեմն սկզբնական այդ շրջանին չեմ գնար խոսիլ եկեղեցական գոչումի մասին գրնամ ասել բարձրապես իմ դպավորություններուս մասին կապվածությանս մասին որուն հետևանքով ճիշտ այդ տարիներուն էր 52 թվին հունիսին եթե չեմ սխալիր վախճանեցավ շատ երևելի թեմք կաթողիկոսը շատ երևելի թեմքը մեր այս նորակույն պատմության շրջանի մեջ հանցինս Քարեկին առաջին Հովսեփյանց կաթողիկոսին, որ Ղարաբաղցի էր։ Ուրեմն դժբախտաբար ինք չեմ տեսած իր կենթանության, չեմ հանդիպած, լսած եմ իր մասին, բայց ինք տեսա թակաղի մեջ քացինք խոնարելու իր աջուներուն առջև եւ աչը համբուրեցինք։ Այդ բահուն Անտիլիասի Մեդիդանանգիրի կաթողիկոսության մտնոլորտը այնքան դպավորեց ինձ, որ անմիջապես որոշեցի, երբ որ նախագրթարանս ավարտեմ, թիմում գդարեմ Թբրևանքի ուսանողը լալու։ Այդպես ալ եղավ, ուրեմն 1954-ի աշնաներ Թբրևանքի ուսանող եղա, առաջին 4 տարիները մինակ կրծա գդարել Թբրևանքի ուսումից Անտիլիաս եւ Երուսաղեմի հայոց պատվիրակարանին մեջ Ովքեր էին ձեր դասընկերները, որոնք դերևս հայտնի, դերևս կաթողիկոս կամ եպիսկոպոսներ եղած են։ Դասընկերներս կաթողիկոս չեղան, բայց կաթողիկոսներ ուսուցիչս եղան, օրինակ Քարեկին առաջին Սարգսյան կաթողիկոսը Ափեղա Երդագավին, մեզի սուրբ եւ դոնք գտածավանտեր, շատ կապված էինք, լավ ուսուցիչ էր Եվ նաև եղավ փոխտեսուչ հետո ներկա եղանք իրեն Քավազանի դպչության եւ այլն։ Ուրեմն այդ առաջին 4 տարիներու ընթացքին էր որ դժբախտություն ունեցա հայրս կորսնցնելու 45 տարեկան հասակին ես այնադեն հազիվ 18-19 տարեկան Թբրևանքի ուսանող եկան ինձ իսին որ պետք է դուրս ելնես եւ իմ վիճակս տեսնեիք այդ բախուն այնքան կապված էի եւ գուզեի եկեղեցական լալ որ չափեն թոս դժվարից գնաց, բայց պետք է երթայիք ձեր ընտանիքին գարիկներուն հասնելու, որպես դուք մեծն էիք դան։ Ոչ, ես այսինքն այո մեծն էի, որովհետև քույրս ինձ մեծ է, բայց ամուսնացած էր արդեն, եւ իմ ուսերուս վրա ինգավ այդ ընտանեկան հոգադարության բարդականությունը Եվ այլևս գամ այս կամ այն պետք է որ նախընտրություն մգադարեի եկողները ինձ համոզեցին ասելով որ ասալ նվիրական բարդականություն մնե եղբայրներդ դակավին բադանի անգամ չեն պետք է որ հոգ տանիս մայրդ արդեն ի վիճակի չաշխատելու եւ համոզեցին ես ալսի ջարություն էի կերևի թերևս դերը այսպես կդնորին է որբեսի Ես քայլերս այլ ուղությամբ տանիմ եւ իրգունները քացի մահադուկ թասարի հաշվաբահության եւ այն հաստատության մեջ ուր աշխատեցա այդ հաստատության գրասենյակի մեջ հաշվաբահի օգնական իբրև 9 երկար դարիներ մնացի այնտեղ եւ շատ լավ եղավ որ այդ փորձառութենն անցա որովհետեւ այդ 9 դարման ընթացքին Վանքեն թուրս մտնոլորդի մեջ շատ ավելի շեշտվեցավ թե գոչում ունիմ եկեղեցական ալլալու թե ոչ 9 դարման ընթացքին 3 անգամ փախուստ պիրիդայի Թբրևանք վերադառնալու համար բայց մորս արցունքներս իս ամեն անգամ նստեցուցին զիս իմ դեղս
եւ վերջավորության երբ եղբայրներս մեծան եւ սկսան աշխատանքի մորսսի որ պետք է քիչմը արցագուրտի երթամ եւ օտանավի տիկետ արի ալերտուր որ համոզվի թե պիտի վերադառնամ օտանավ գսեմ ներողություն շոկենավի եւ վերջը եկա եւ անգևերջը վերադարձա Եկաք Ֆրանսա եկա ուրեմն 1967 թվականին Ինչու Ֆրանսայի ընտրությունը Որովհետև այնադեն Ֆրանսայի մեջ ես հոգևորական ընկերներ ունեի, որոնք Երուսաղեմ ցերնատրված էին, գնամակցեին ինձ հետ, իմացուցին, որ այստեղ եկեղեցականի գարիք կա, եւ նաեւ գճանչնայի քույր Սրբազանը Անտիլիասի դարիներուս, ինքնալ ծևով մկաչալերեց, որ եթե ուզես եկեղեցականը լալ Ֆրանսայի մեջ գարիք կա հոգևորականներու, Այդ բանը ունեի ուրեմն նախնական ասենք իրենց մի այդ թելադրությունը ունեի Եկա եւ 67-ին ֆրանսերեն լավ չէի գիտեր անշուշտ քրեթե չէի գիտեր սկսա քիշերները դբրոց երտալ մասնավոր աշխատանքը չգրցա գտնել բայց եկեղեցվո մեջ սկսա ծառայություններ մատուցանել յուրաքանչյուր ծառայության դիմաց Վարչադրություն Բակիններով գվարցադրվեինք, այդպեսով գրցանք մինչև 1968 հոկտեմբեր 27-ը, որ անցյալ գիրագի էր իմ ուրեմն 45 ամյակս կահանայական սերնատրության, ուրեմն գուսագրոն կահաննա սերնատրվեցա Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ մայր եկեղեցվո մեջ ցերամ փոքելույս Տեր Սերոպե arczepiskopos Մանուկյանին, որ այն օրվան առաջնորդներ եւ հայրապետական պատվիրակներ։ Սրբազան, ձեր գործունեությունը երբ սկսակ, ես կուզեի անպայման անդրադառնալ կուսակրոն կահանաներու, չամուսնացյալ կահանաներու գարկավիճակին։ Արդյոք այսօր նաեւ խոսք ունիք երդասարտերուն, դուք բախտ ունեցաք 9 տարի դուրս ապրելու, ճաշակելու դուրսի ոչ վանական կյանքի լավն ու վադը եւ որոշում կայացնելու եւ երբ կտեսնեք որ երիտասարդ սարգսակներ կանցնին կահանայության առանց այդ փագակիցը ապրելու դուրսի փագակիցը ինչ դելատրանք կտակ որովհետեւ այսօր կա թե հայ եկեղեցվո մեջ թե կաթողիկ եկեղեցվո մեջ խնդիր թե ինչպես կարելի է դղամարտը ամբողջ կյանքը ապրիլ ոչ ամուսնացյալ գարկավիճակի մեջ այդ որոշումի ճշգրտության մասին այդ տարիքի 20 տարեկանին դառնալ կուսակրոն կահանան Ես կգարձեմ որ այդ ցերսածը մայրաթոր Սուրբ Էջմիածնի մեջ որոշ չափով գիրարգվի ու ուսումնին ավարտել են մեր ուսանողները անմիջապես չեն ցերնաթրվի ցարգավակ վիճակի մեջ բավական երկար տարիներ կմնան մանավանդ բարդականություն կդրվի որբեսի թեզ քրեն Ցևով այդ ժամանակահատվածը իրենք գունենան, արիտ գունենան, բայց ասիգա վարդան գարելի չէ մաթեմատիկական սահմանումներով անպայման օրենք տնել եւ գարձել, որ այդպեսով այդ օրենքին վրա ավելի կփարելապվի։ Փոքրիկ օգուտ մգբերը ավելի ճիշտ ենթական ինքը իր ինքնակնությունը կգադարե իր գոչումին հետ կապված։ Այլապես եթե երբեք սկսմունք որ թե կրվի այդպես անպայման որոշ տարիներ արիտ տալով որ դուրսը մնան հետո ուսումնասիրեն թե ապահով պիտի լան գուսագրոնությունը ընդունելով եւ այլն ասոնք բոլոր բանեն սկզբունքներ են որոնք մաթեմատիկական ճշգրտության մեջ չեն գնար մտնել որովհետեւ սիրո խնդիր է նաեւ հաջող մեր եկեղեցականներուն հերացումը ընդհանրապես ամուսնության հետ կապված կդառնա գուսագրոններու բարակային եւ սիրո հարցը անանք որ չեն կրնար մաթեմատիկական սահմաններով այսօր եթե առնենք Էջմիածնի պարական վերջին դարիներում, որտեղ շատ խոսակցություն կա, որ 160-170 կահանա, վարտապետ, եպիսկոպոս, փիլոնազուր կարկալույց եղած են կաթողիկոսի կողմէ, ես փորձեցի ճշտել, որ այդպիսի մեծ տվեր չկան, 50-ի շուրջ են, եւ շատ հաճախ այդպիսի վիճակներ են, այսինքն մարդիկ
ուզած են ուղակի ամուսնանալ, սիրած են աղջկա, գնոջ ու կացած են իր հետ, այսինքն այս երևույթը զարգացած է, չէ՞, Չէ, պետք է իսկապես չեմ գարձել, որ այդպես է, պետք է որ գաննավոր բան անել ճշգրիտ տեղեկակիրը պետք է ունենանք, որովհետև ընդհանրապես կարգալույցները կհայտարարվին իրենց անհնազանդության պատճառով, կղրկվին Եվրոպա բարձր ուսումի համար, Եվրոպական մթնոլորտի մեջ կսկսին թաս առնել եւ գուզեն հետո շարունակել իրենց հովվական բարդականությունը գուսագրոմ վիճակի մեջ Եվրոպայեն ներս եւ որովհետեւ չեն վերադառնար իբրև անհնազանդություն գարկալույց կդառնան այս է ներկայիս վիճակը ոչ թե անպայման ցերսածին բես շատ քիչ բարակագաբոր այդ գարկավիճակի մեջ կգտնվի այսինքն ամուսնություն ուզելու եւ մանավանդ գարկալույցներ ալգան բավական թիվով, որոնք արդեն ամուսնացյալ քահանա են։ Այդ օրինակ Ժնևի դերապելը արդեն ամուսնացյալ քահանա էր եւ ամուսնացյալներուն մեջն ալ գարկալույցներուն պատճառը այդ անհնազանդության հետևանքով է։ Սրբազան, առաջին ցերկայլերը նետեցիք Ֆրանսիայի մեջ Իսիլեբուրինո քաղաքի մեջ Պարիզյան շրջանի եւ այստեղ հետաքրքրական է որպես այսպես 70-ական թվականներու գղերական եւ այսօր երբ համեմատություններ կատարենք ինչ փոխված է մեր քաղաքներու համայնքներու մարդկային հարաբերություններու մեջ տարբեր պայմաններ էին էջմիածականները չէին խոսեր ասենք անտիլիասականներու հետ Տաշնակցականները չէին խոսեր հագատաշնակցականներու հետ եւ այս սովետական այդ օրերու մեջ գերականը ինչպես պետք է դրսևորեր ինքն իրեն կար քաղաքական նաեւ բادر կային Ուրեմն երբ որ ցերնաթրվեցա բադահմամբ ինձի Իսիլեմուլինոյի բադասխանադու նշանակեցին եւ եկեղեցի չգար Բարձաբես ձնունտյան եւ զատկական դոներուն արիթով դնորդնեք կգադարեի, ուրիշ ոչ մեկ կապ չունեի։ Այդ դնորդնեկներու ընթացքին ի հայտ եկավ, որ ժողովրդի մեծամասնությունը գխոսի նյութերու մասին, եկեղեցվո շինարարության մասին, երբեմն սուտ, երբեմն իրավ, ճիշտ իրավին խառնած վիճակը, այդ բոլորը գուքայի Գդերեգակրեի Սերոպե Սրբազանին ասելով, որ այսպիսի գացություն մգա քաղաքի մեջ, կսպի թե եկեղեցի պիտի գառուցվեր, չէ գառուցված, հողը ծախված է, քումարներուն ուտ գխոսվեր, կգարձեին թե այդ քումարները անհետացած են, հողը ծախվել են հետո, որովհետև հողադերը Փարիզի մայր եկեղեցին եղած է, եւ իրականության մեջ Երբ որ այս դեղեցությունները փերի եւ սրբազանը շատ կողմանած, որովհետեւ փաստեց ինձի ցույց տվավ, որ ոչ մեկ ցևով այդպիսի խայդարագություն չի եղած, ընդհակառակը իրենց վստահած քումարը դոգոսային հաշիվի մեջ դրած էին եւ գրկնաբատկված էր նույն այդ նպատակին համար, եկեղեցվո գառուցելու նպատակին համար։ Եվ որովհետեւ անպայման եկեղեցվո գառուցման նյութը շեշտված կխոսվեր, Ես մտածեցի քիչ ավելի երդասարդ սերունդին հետ հարաբերության մեջ մտնել այդ ուղղությամբ եւ եկեղեցաշեն հանձնախումբի մգորիզը գազմեցինք եւ սրբազանի թիմեցինք, որ իսկապես դրամատուրգություն ունի Փարիզի իշխանությունը այդտեղ իսի մեջ եկեղեցի գառուցելու եւ հաստատվեցավ, որ այո դրամատուրգություն ունին, ուրեմն Այդ եկեղեցաշեն հանձնախումբը, որոնք գլուխը զիս նշանակեց Սերոպե Սրբազանի իբրև նախագահ, նախաձեռնեցինք, անմիջապես հողը կդանք, պլանները Փարիզի եկեղեցին կձակրեց, մենք իրավունք չունեցանք այդ կձակրություններու մեջ մտնելու, որովհետև եթե մենք մտածել լայինք անպայման կմպետավոր եկեղեցի ունեցած կլայինք այդտեղ։ Եվ Փարիզի եկեղեցին է, որ այդ որոշումը արած էր, Ադոր բաճարով ալ կմպետ չիգա բավական խնդիրներ ունեցանք, բարեպախտաբար բոլորը հարթվեցան։ Այս միջոցին ցերսածին բես բավական լարված վիճակ կար քաղաքապարախոսական դեսագետեն,
Այդ բոլորը մեգիկ իրենց երթալով, բացատրելով, թե հավատքի ճանապարհը քաղաքապարախոսությունն դարբեր ճանապարհ մնե, քաղաքապարախոսությունները իրենց տեղ ունին, հարկելի տեղ ունին, հարստացուցիչ կդառնան, երբ որ մարդ մեկը մյուսին հետ դիալոգի են այդ նյութերը, բայց մեր ժողովուրդը որպես հավաքականություն միագամ ժողովուրդ դառնա, իր քրիստոնեական հավատքը շատ լավ էադարմն է, որբեսի այդտեղ է որ դարբերությունները գուքան իմիության եւ ժողովուրդը իսկապես միավորված մեկ ամբողջություն զորությունը կգազմե իր քոյութենական բայկարին հետ կապված, ինքնության բայկարին հետ կապված եւ այլն, այս բոլորը բավական ժամանակ առավ, երբեմն համոզեցինք, երբեմն ոմանք չհամոզվեցան, բայց բարդավոր էին գործը առաջ տանել։ Գիտեք Սրբազան, այսօր երեկվա իրար հետ համակերպող ու երկխոսության մեջ գտնվող մարդիկ իրար հետ կաշխատին, այսինքն կա որոշ զարգացում գաղութի ներքին կյանքի մեջ, բոլոր տերություններով հանդերձ այս կետը կարելի է դերս վերցնել որպես դրական երևույթ, այսինքն երեք չհարաբերող մարդիկ այսօր իրար հետ նստած են ժողովներու մեջ։ Այդ 40-45 տարիներու ընթացքին դուք այսօր կարող եք եզրակացնել, որ գաղութի մեջ կա միասնականություն, որ չկար երեք, թե կեղծ միասնականություն է, թե չհասունցած միասնականություն է, ինչպիսին է ձեր կարծիքով այդ մեծ դարբերություն կա Հայաստանի վերանգախացումեն ի վեր, այս վերջին 20-25 տարվա մեջ իսկապես այդ միութենական առումով, կովկովի կալու առումով մեծ առաջադիմություն արձանագրված է, ճիշտ է ցերսածը, որ դակավին այնպես չէ, ինչպես որ մեր համայնքը պիտի ուզեր որ ըլլար, սակայն եւ այնպես անփախտադելի կերպով բան կա, հանդուրժողություն կա եւ իրարու հետ աշխատանքի ծրագիրներ մշակելու դրամատուրգություն կա առնվազն։ Լիոնի մասին խոսենք, Լիոնի մեջ դուք երկար ապրեցաք, մինչև ձեր թեմական առաջնորդության պատասխանատվության կանչվելը, եւ այդտեղ սկսակ նաեւ, եթե չեմ սխալիր, նաեւ Իսիլեմուլինոյի մեջ, բայց նաեւ հատկապես Լիոնի մեջ, ուրեմն Մարգարյան Պապազյան դպրոցի կառուցմամբ, զարգացմամբ, խոսենք ձեր դպրոցաշեն եւ դպրոցյան նվիրյալ գործունեության մասին։ Այստեղ եւս պետք է նշել, որ առանց դպրոցներու դերևս այսօր մենք ունենայինք մի քանի սերունդներ առանց հայերենի իմացության եւ այլն։ Դպրոցը ցեզի համար ինչ փաստորեն դված է, ոչ թե ցեզի որպես նորվան սրբազան, այլ որպես գաղութ։ Նայեցեք, դարօրինակ զուգադիպությամբ երբ որ ափեղա ոծվեցա, ուրեմն 68 հոկտեմբերի վերջը Անգեդոգա 40 օրվան բանը բախքի շրջանը որ դուրս չեն կելներ, Ղոգումի բահերը։ Անգեդ ուրեմն արդեն 1969-ի սկիզբն էր։ Այդ տարիներուն յանց կլուբը նոր բացված էր եւ յանց կլուբի ղեկավարները քաղաքապարմ ունեին Փարիզի գետրոնի մեջ խոշոր դպրոց մգարուցելու, մանկաբարձեն մինչև լիսե։ Եվ բոլոր գազագերբություններն ներկայացուցիչներ կային այդ շողովին։ Փարիզի եկեղեցին ես որպես նոր օծված ափեղա նշանակվեցա այդ շողովներուն ներկա գտնվելու։ Բայց պետք է ասել, որ այդ շողովները կգումարվեին ֆրանսերեն լեզվով, իսկ դուք չեք կրնար պատկերացնել իմ ֆրանսերենս այդ օրերուն, բարձ նախատասություն անգամ չէի հասկնար։ Ալ մի քանի ժողովի հետ մանավանդ ինձ հարց կուտային եկեղեցվո տեսակետս եք եւ ֆրանսերեն պիտի ասեմ։ Հայերեն գսեի, որբեսի մեկը թարգմաներ։ Եվ ուզեցի, որ վերջավորության այլևս ադոր վերջ տրվի ֆրանսերեն քիծոմը երթա, աշխարհական նշանակեցին, որ ինձ հետ եկավ, որբեսի եկեղեցվո բանը պորտպարոլը, խոսնակը դառնա։ Եվ այդ ծրագիրը 11-րդ ամիսը
փակվեցավ առանց եզրակացության մահանքելու, ամեն մարդ իր տունը վերադարձավ։ Ինչ պատճառով։ Իբրև ափեղա, որ նոր պիտի սկսին, պիտի նախաձեռնեմ հովվական բարդականություններու կրոնական աշխարհի մեջ քայլերս խարխափելով նոր սկսած եմ նետել, այս ուրեմն դպրոցի ժողովներուն երբ ներկա եղա, մոդեն որոշ չափով զանոթ եղա մեր վիճակին գրթական առումով ֆրանսայենն ես, որովհետև այլապես իմ պատկերացումս երկար կրնար դեվել Բեյրութի մոդելի վրա, Ուրչամուդի մոդելի վրա։ Անմիջապես արդեն տեսա, որ այդ մոդելը չկա հոս եւ դպրոցական հարցը դարբեր ցևով թրված է քաղուտի մեջ։ Եվ մեջս այդ գրթական հարցը բավական ինձի բանարավ մտահոգեց եւ կարեւորությունը տեսա դուր, որովհետեւ ի վերջո կմտածեի, որ մենք լիբանանյան հողի վրա ծնած սերունդը ինչպես կրնալ, որ մենք այդքան հայասեր կրնանք լալ, հայությունը սիրեր, Արարատը բաշտել, մեր լեռներուն գապվիլ, մեր երկերուն գապվիլ, ինչն էր ի վերջո, որ մեզի գերդեցա դիգա, ադոր պատասխանը, որքան ալլա ընտանիքեն ու կայդ հարցը, բայց ամենեն կարևորը դպրոցներուն մեջ կերդվեցավ, մեր մեջ ադիգա, շնորհիվ մեր ուսուցիչներուն։ Հետևաբար դպրոցի կարևորությունը դեսա, որ այս քաղուտի մեջ շատ անհրաժեշտ է ավանդությունը փոխանցելու եւ հայերեն լեզուն ի վերջո գենտանի լեզու դառնալու խոսակցական առումով։ Այստեղ որ հարց կզակի Սրբազան 40 տարի առաջ դե այսօր մենք ունենք Մարսեի մեջ այդ ծերնշած Մագաբարդեզե միջև լիսե, Փարիզի մեջ արդեն 4 դպրոցներ, որոնց մեկը կցանկանա լիսե դառնալ, բայց երկրորդը արդեն կոլեժի բادر հավասիկ սկսած են բարձրանալ Ալֆորվիլի մեջ եւ իհարկե Մարկարյան Պապազյանը չխոսելու նաեւ Նիսի դպրոցի մասին եւ բոլոր այդ կոորդինացիոնը, որ դարբեր գազագերբություններ, միություններ շաբաթական, մի օրյա այդ դպրոցներու հասկացողությամբ կդարվի։ Հիմա ծեր 45 տարիներու կդրվածքով կարող եք ասել, թե մեր հայերենի լեզվի ուղագի փոխանցման, զարգացման, հայերենի հետ միասին հայակերտման, ոգի փոխանցման առումով մեր դպրոցները բավարար աշխատանք կտանին, կամ որովհետև պետք է անպայման ֆրանսական պետական ծրագիր իրականացնել, հայերենի շատ տեղ չի մնար, կամ այդտեղ ժամերու հարց չէ, այլ ոգիի խնդիր է կամ մեթոդի խնդիր է, ինչպես անել, որ հայ դպրոցը ավելի իր այդ առաքելությունը կատարի։ Ուրեմն մեր դվյալ իրականություններն պետք է մեկնել։ Այսօր մեր դպրոցներում, որ վերջապես 1967-ին մինչև հիմա այս դպրոցները կառուցվեցան, որ գուկակ եւ որ սիկիմա, մյուս կողմը մի մորնակ, որ 150 տարվա վարժարանը Մխիթարյան փակվեցավ։ 1988-ին, երբ հիմը գտնեինք 9 աշակերտով, ոչ թե շենքին, այլ դպրոցին գրթական առումով Լիոնի մեջ, ես հերացայիններ կստանայի, որ թուն խելքդ գործընծուցած սկսեին, որովհետև 150 տարվա վարժարանը, երբ կփակվի Մխիթարյանի նման, թուն ինչ հանդգնությամբ դպրոցի մը կնախացերնես, դպրոցի մը սկիզբ տալու նախացերնությունը հանցնգարնես։ Ես կպատասխանեի, որ մենք մասնավոր ծախսալից վիճակի մեջ չենք գտնվիր ներկայիս, քանի որ շենքեր ունենք, որոնք դրամատրելի են, կոնե կորձած ենք, այդպես թադարկ մնալու դեղ, մտածեցինք, որ շենքերը կորձած ենք, մեզի համար հավելյալ ծախսը պիտի չլար, բացի փոքրիկ ուսուցիչի ամսականը վճարել են եւ այլն։ Փորձ կնենք ասի, եթե ցախողեցանք, արդեն կցախողենք, չենք շարունակեր, սկսված գործը գես կմնա եւ վերջ կգտնե։ Այսինքն ծևոմը Մխիթարյան վիճակը փորձը փորձանք չէ։ Այո, փորձը փորձանք չէ։ Եվ փորձը ցույց տվավ, որ Փառք Աստուծո հաջողեցանք եւ ոչ մենակ գրթական դպրոցի հիմնադրության մեջ հաջողեցանք, այլ նաեւ վերջը գարիկ տեսնվեցավ
շենք ունենալու եւ այդ կորձի մեջնալ Աստված հաջողություն բարգեւեց։ Իսկ բովանդակության առումով Բովանդակության առումով հայերենի փոխանցման, հայերենի զարգացման, այդ երեխաները, որ 10, 12 կամ 15 տարեկանին գցկեն հայկական դպրոցը, որտեղ այլևս չունի շարունակություն, ինչ բագաժով դուրս կգան։ Չենք կրնար փախտadel մեր արևելյան, ասենք միջավայրի դպրոցներուն հետ, որովհետև այնտեղ հայկական դպրոցներ են, նույնիսկ եթե արաբերեն գտասավան տվի, հայկական դպրոցի մեջ կարծեք թե արաբերեն գտասավան տվի։ Այստեղ պետք է ընդունենք, որ ֆրանսական դպրոցի մեջ հայերեն գտասավան տվի։ Այնպես որ համեմատությունը շատ է։ Մինակ օրական մեկ ժամ հայերեն դալ եւ մյուս բարաբո ժամերուն սպոսանքի ադեն հայկական մտնոլորդի մեջ բահել, շփման մեջ տնել։ Հիմա լեզվի ուսուցման եւ ավանդության փոխանցման դեսագետով պետք չէ երբեք արևելքի ռեֆերանսի վրա երթալով տեսնել հարցերը, ըստ ինքյան պետք է տեսնել, այստեղի գացության մեջ պետք է տեսնել, այսօր մեր քաղաքին տնտեսական վիճակը ասկայնը գարդոն է, եթե մենք ուզենք քիչ արևելքի դպրոցներուն նման վիճակ ստեղծել, այնադեն իսկական բիլենք դպրոց պետք է լա։ Բիլենք ըսպած դպրոցը որ մեկն է, այսինքն մեկ շաբաթ բոլոր արարկաները հայերեն գտասավան տվին, մեկ շաբաթ բոլոր արարկաները ֆրանսերեն գտասավան տվին։ Ինչու հնարավոր չէ։ Որովհետև ահավոր տնտեսական ծախս կենթադրյադիգա եւ միայն բերություն մգրնա այդ վիճակին թարմանը գտնել։ Օրինակի համար եթե ամերիկացիները Ֆրանսայի մեջ բիլենք դպրոց ունին, ամերիկյան բերությունը միայն գրնա ապահովել այդ ծախսերուն տագեն ելլելը։ Եթե ոչ պետք է ենթարկվի ֆրանսական գրթության նախարարի ծրագիրը։ Այսինքն այն վիճակի մեջ, որ մենք կգտնվենք, շատ գրնան, ասենք, մեկ ժամի փոխարեն 2 ժամ քիչ մնալ ավելի, այնադեն պետք է որ սու կոնտրատ չլա, գես կադար պամմալա, հոնալ այդ բարակային քաղուտը պետք է հավելյալ կումար ապահովե, խնդիրը տնտեսական գարույցին հետ ուղղակի օրեն կապված է։ Մեր վիճակը այսօր, եթե սու կոնտրատ չլան դասարանները, քոնե Լիոնի դպրոցը չի գրնար շարունակել, Ալֆորվիլի դպրոցը չի գրնար շարունակել, չեմ գիտեր մյուսները, ես երկուադի մասին գրնամ խոսիլ, մենք շնորհիվ սու կոնտրաներուն է, որ մեր դպրոցները կանքուն կբահենք, այս սու կոնտրանալ կբահանչե, որ օրական մեկ ժամ մի ընթաց պիտի տանք հայերեն, ավելի չէ։ Այսինքն սու կոնտրա հասկացողությունը, որովհետեւ ավելի բարձր է մեր ունգընտիրներուն, այն է, որ պետությունը հանցնգարնի որոշ դասարաններու ֆինանսավորումը։ Այ որոշ չէ, այն սու կոնտրա եղած դասարաններուն լրիվ ծախսահանցնգարն է։ Այո։ Նորման Սրբազան, մենք խոսենք նաև շատ հետաքրքրական երևույթի մասին, որ Լիոնյան ծեր ծառայության տարիներուն դեպ ունեցավ 80-ական թվականներուն եւ Պապը այցել է Լիոն։ Իհարկե սա կաթողիկե եկեղեցու նախաձեռնություններ, գազագերբություններ, բայց ինչու ցեզի վերակրվեցավ, հանձնարարվեցավ բոլոր քրիստոնյա եկեղեցիներու անունով Պապի արչև, Պապին խոսքը ի վերջո դուք կարդացիք։ Պետք է ասել, որ մեր հարաբերություններուն արդյունքն էր ադիգա, երբ որ էկումենիկ ժողովներ կլան ամբողջարման ընթացքին, երբեք չէի բացակայեր, միշտ կմտածեի, որ բացական միշտ հանցավոր է, ուրեմն նույնիսկ եթե շատ սովորական նյութիմը վերապերեր մեր հանդիմումը, չէի բացակայեր, գչանայի անպայման ներգալալ, որովհետև այդ ներգայությունը հարաբերությունները միշտ վար կբահե եւ շնորհիվ ադոր մանավանդ հետո երբ որ ժողովներու մեջ խաղապարներ կփոխանակվին, շատ հավանաբար կարդինալը ուրեմն նկատեց որոշ գեդեր, որ շատ հաճելի պիտի լար, որ այդ հյուրընկալելու խոսքը ես ապահովեի եւ ես ասեի։ Անշուշտ չի բարդատրեց,
բայց իր նայվածքեն հասկացա, որ գուզեր, որ ես անպայման թրական պատասխան մտամ այդ առաջարկին։ Անշուշտ այդ օր թրական պատասխանդալը շատ օգուտ բերավ մեր հայ ժողովրդին, մեր շրջանին, ամբողջ Ռոնալդյան շրջանին, որովհետև ընդհանրապես մեր եկեղեցին դիմաց ամրող գաթողիկե մեր թրացիները մեզի հանդեպ անհաշտ աչքով գնային այն իմաստով, որ գվարանին ընդունելու թե մենք ուղղափառ եկեղեցի ենք կամ գաթողիկե եկեղեցիներում բես չենք, սեկտ ենք արդյոք, եւ այն աստիճան երբեմն դքիդություն կար, որ իրենց դան թիմացը կմպետին խաչը ամեն արդու իրենք կդեսնեն, ես չեմ դեսներ, որտեղ 6-րդ հարկը բնագին կամ 5-րդ 4-րդ, այդ մարդիկ ամեն արդու եւ Պադուանին կփանան եւ Լիոնի Սուրբագոպ եկեղեցվո կմպետին խաչը կդեսնեն, որ մի ինձի գսեմ, որ դուք արևելքեն եկած ժողովուրդ իսլամ եք, էսի որ ասկայնալ դքիդություն գլա, եւ որ դուք կմպետի վրա խաչը կդեսնեք այլևս այդտեղ իսլամության նյութը այստեղ գծակի հայ եկեղեցվո եւ ներողություն հետեւաբար եւ որ տելևիզիոնները ուղիղ եթեր անշուշտ այդպիսի թեփը տելևիզիոններ իրար անցած վարգյանին հավատումները այո հանգած դեսամ որ Սուրբագոպ եկեղեցվո եպիսկոպոսը որ գտեսնեն փողոցին մեջ Փապինկովը գեցած եւ Փարիքարստյան խոսքը գարդասան է հաջորդ օրը դեսնեիք ինձ այդ ժողովուրդը ինչպես կանտուներ չէին գիտեր որ դուք մեր եպիսկոպոսը գրնակլալ եղեր եւ այլն այդպեսի հաշտ եղբայրական մթնոլորտ մստեղծվեցավ որ չեք կրնար պատկերացնել Սրբազան կուզեի անդրադառնալ նաեւ քանի խոսեցակ ադոր արդյունքներ նաեւ որ հետակային այդ հարաբերություններուն շնորհիվ բալանսի եկեղեցին քնումին ադեն բավական զեղչված գումարով ունեցանք վերջը Ռոմանի եկեղեցին որ մեզի դվավ մունիցիպալիտեն Վալանսի եպիսկոպոսարանին հետ համաձայնաբար որովհետև այդ դեղի եպիսկոպոսը այլևս էկումենիկ ժողովներում մտերիմ բարեկամս էր եւ այլն այս գաբերը նաեւ օգնեցին որբեսի մենք այս բոլոր ցերկբերումները ունենանք բացի այդ տեղական հարաբերություններեն հաջող այդ դպավորությունը կա որ պետությունը Ֆրանսիայի պետությունը երբ կրոնական խնդիրներ կարձարծե նույնիսկ հավաքներ երբ տեղի կունենան հрьяաները իսլամները փողոքական եկեղեցին իրենք ներկայություն են սա կտեսնենք տգարներով կտեսնենք հոդվածներու մեջ կտեսնենք ասենք եւ որ արտարատության նախարարը հadoop թեմայի շուրջ քննարկում պիտի կդարի կգանչի այս հոգեվորականները կարծիք առնելու առումով չեմ ասեր միշտ բայց հաջող կբացի հայ եկեղեցվո ներկայությունը սա որովհետև դուք միշտ մասնագից եք արդեն օրինակ կդվիկ էկումենիկ շարժումի հետ կապված մասնագից եք միշտ ժողովներու բացակայելու խնդիրը չէ այստեղ, այլ չգանչվելու խնդիրն է։ Ինչպես անել, եթե համաձայն եք այս ներկայացման հետ, ինչպես անել, որ հայ եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին Ֆրանսիայի պետության համար դառնա այսպես ասված ռեֆերանսե եկեղեցի, որ նաև որուն կարծիքը նաև նկատի առնվի համապատասխան նյութերու քննարկման բարակային Նախ եւ առաջ մենք պաշտոնական այդ ցանգին վրա մեր անունը չկա։ Պետք է ասել, որ Քույր Սրբազանը այս ուղղությամբ շատ տարիներ, երկար տարիներ աշխատեցավ, որ անպայման հայ եկեղեցին քրանցված լա Էլիզեի ցանգին վրա։ Եվ վերջավորության միայն այդ Guardian Party-ին 14 հուլիսի Guardian Party-ին էր, որ հրավերներ եկան հայոց եկեղեցվո, բայց ոչ արավոդյան դեֆիլեին։ Ժամանակին սխալ բան մգադարված է, ոչ մեր օրով, ոչ Քույր Սրբազանին օրով։ Հույն եկեղեցին հետ ինչ խոսակցություն տեղի ունեցած է չենք գիտեր։ Հույն եկեղեցին նաև կներկայացնե արևելյան ուղղափառ, այսինքն մեր եկեղեցին
այնադեն պետք է ասել, որ ոչ քաղաքետոնական միայն մենք կայինք Ֆրանսայի մեջ, այսօր ղբդիները կան, եթովբացիները կան, ասորիները կան, անժամանակ երբեք մեկը չի գար, մենք էինք միայն, եւ սահած է մեր գացությունը ուղապար եկեղեցին ցանգին վրա կացած է եւ որպես թե մետրոպոլիտը կներկայացնե նաեւ հայոց եկեղեցին այս խնդիրը դակավին չէ սրբակրված 6 երկար դարիներ ինչն է այսինքն ինչու այս թիմադրությունը կա հայ եկեղեցին առանձնացնելու առանձնացնելու մեր ժողովուրդը օրինակի համար ես մինագս երբ որ 1-2 հոգի կգանչեմ նամակը գրեմ բադասխանը գամ գուքագամ չի կար արգախ կմնա հետաբնթող չի գա երբ որ ժողովուրդը ինքը այս նյութը օրմը հարց չի դարձներ եւ բանջ չներկայացներ ասելով որ մենք ուղապար հույն ուղապար եկեղեցիներուն հետ վարդապետական դարբերություն ունենք չեն գնար իրենք մեզի ներկայացնել մենք օթոսեֆալ եկեղեցի են եւ բացի վարդապետական դարբերությունեն առանցին յուրահատուկ եկեղեցի է օթոսեֆալ եկեղեցի ենք վարչականորեն ենթակա չենք իրենց անգախ եկեղեցի ենք ասկային եկեղեցի ենք եւ այլն այդ բոլորը պետք է բացատրել քիրքերով եւ այլն մենք սկսանք որոշ դոկումանտներ գրգած եմ այսինքն անձնապես այդ գործը կգադարեք թե թեմական խորհուրդը թեմական խորհուրդը քիդե գսենք բայց չէ միջամտած տակավին դուրսեն անցերով երբեմն միջամտեցինք որոնք կաբեր ունեին իրենց քաղաքական մարդոց հետ նույնիսկ անոնց հետ տակավին եզրակացության մեջ չեն քանքած հետևաբար ադենն է որ մեր քաղուտը այս հարցով մոդեն սպարի մինակ եկեղեցական այն բոլոր ջիքը գտապե գիտնականներ ունետ դոկումանտները գղրգե պետք է բացատրել այդ կոնսիլներու պատմությունը դարբերությունները օտոսեֆալ վիճակը եւ այլն որբեսի գարելի ըլլա եկեղեցին քրանցել Էլիզեի ցանգին վրա եւ այնադեն ինքնաբերաբար ամեն հանդիսություններուն կամ ամեն հանդիպումներուն ուր աստվածապանական կամ ընկերապանական եկեղեցական դեսանգունեն դիտված հարցեր պիտի լուծվին անպայման կգանչվի հայ եկեղեցվո առաջնորդը նաև Սպազան կաղուտը չէր գիտեր որ նման հարց կա այսինքն սա բարձաբես դուրս է դիտված հարցում մներ որ ցավ էր ավելի թե ինչու մեր եկեղեցին չենք տեսներ բայց հիմա որ բացահայտեցիք շատերու համար իսկապես առաջի անգամ լսված 6 տարի է ի վեր մենք բավական հոդվածներու մեջ անցուցած ենք այս բարական բավական թե Ֆրանս-Արմենիի մեջ դպված է երբեմն թե առաջի մեջ է Սրբազան հիմա ուղղակի ներկայացիք ծեր գործունեության անձնապես եւ ընդհանրապես որպես թեմական պատասխանատու որպես առաջնորդ տակուն բահված այդպես եթե կարելի ասել գործունեության մեկ առանցքն ժողովուրդը որում մասին կխոսեիք հավատացյալները միշտ չէ որ գիտեն թե առաջնորդը կամ առաջնորդությունը ինչու՞ չէ նաև թեմական խորհուրդը ինչ գործունեություններ կդանի հավասիկ այստեղ արիտն է նաև նշելու թեմական իրավիճակի գարկավիճակի օգուտը մեր քաղուտի համար ինչու մենք որոշեցինք անցնել թեմական վիճակի սա քաղուտի պահանջ էր չէ տարիների ի վեր ինչն է օգուտը այսօր 6 տարի այս փորձը ունենալի հետո նայեցեք մենք ծրվյալ հավաքականություն մնենք արդեն աշխարհակրականորեն եւ ծրվյալ զուխեր էինք չեք կրնար պատկերացնել հարաբերությունները նույն շրջանին մեջ մեկ եկեղեցի եմ մյուս եկեղեցին դուք կրնակ պատկերացնել Բոմոնի եկեղեցվո վարչությունը եւ Պրադոյի եկեղեցվո վարչությունը Մարսիլիո մեջ զիրար չեն ջանչնար եւ չէին հանդիպեր դրամատրություն չկար հանդիպելու դրամատրություն չկար խոսելու դուք կրնակ պատկերացնել այս մարդիկը այս անցնող 6 տարիներու ընթացքին միասին շոկեգարկով գճամփորդեն
միասին գխոսին, միասին ժողովի շուրջ, սեղանի շուրջ ժողով գկումարեն եկեղեցիներուն վիճակը ուսումնասիրելու գծկտին, բարելավելու համար իրար հետ խաղապարներ կփոխանակեն, գսկսին իրար հրավիրելու, օրինակի համար թեմական պատգամավորական ժողովը գումարվեցավ Բոմոնի մեջ, այդ բոլորը Բոմոն եկան, բոմոնցիները դեսան ամբողջ Ֆրանսայի պատասխանատուները, ուրիշ օրը Պրադո դեսան, ուրիշ օրը Լիոն դեսան, ամբողջ ձխական վիճակը դարդղնված, լքված, ծրված հոգեբանությամբ գետրոնացիալ քիչմը քովքովի կալու դրամատուրգիում ստեղծվեցավ։ Աբագետրոնացումը իր առավելությունները ունի, բայց աբագետրոնացիալ իշխանությունը միշտ պետք է նաև գետրոնացիալ իշխանություն ունենա։ Այդ գետրոնացիալը կբացեր, այդ գետրոնացիալ իշխանության բացակայության պատճառով է նաև որ մենք ցանկերում վրա չենք, որովհետև գետրոնացիալ իշխանությունն է որ ներկայացության հանգամանքը պետք է որ ինքը հետապնդե եւ ամբողջ Ֆրանսայի եկեղեցիները ներկայացնող մարմինն է այդ թեբական խորհուրդը պետք է որ իբրև այդպիսին պետությանքով հարկվի եւ ջանցվի Սրբազան եկեղեցու առօրյա գործունեության հետ կապված որովհետեւ դուք նշեցիք որ ձեր պատանեկության երդասարտության եղած եք 9 տարիներուն ընթացքին հաշվաբահ եւ եկեղեցի չկրնար հաշվաբահութենի դուրս մնալ խոսքը այս բարակային ոչ թե ժողովրդի նկատմամբ հաշիվ տալու զեկույց տալու բարոյական առումով այլ ուղղակի տնտեսական առումով առանց ճիշտ տնտեսվարման առանց ճիշտ կառավարման մենեջմենտի եկեղեցին եւս պետք է ճիշտ առաջնորդվի հաճախ քննադատություններ կան խոսքեր կան սխալ կառավարման կամ ժեստիոնի մասին այս 6 տարիներու ընթացքին երբ հասակ Փարիզ արդյոք բան ուղղվեցավ ճշտվեցավ թե գարկի բերվեցավ եկեղեցու կառավարման խնդիրը ուրեմն այս բարակային թեմականի մասին չեն կրնալ խոսել պիտի խոսենք Փարիզի եկեղեցու զուխի մասին թեմականը տերնոր է Թեմականը նոր է եւ թեմականը արդեն դակավին տնտեսական գարույց մչունի մասնավոր մանրամասնյան շատ նախնական է դակավին իր վիճակը եւ եթե Փարիզի զուխը չլա թեմականը իր քոյությունը սաբաուս կբարդի Փարիզի զուխին Փարիզի զուխը այնադեն կմիավորեր 5 եկեղեցիները Եվ ուրեմն գացությունը ստեղծված էր, որ արդեն չնչված էր ընդհանուր անդամական ժողովի թրությունը, հետևաբար հաշվետվություն չկար։ Երբ հաշվետվություն չկա, հաշվետվության ցև մգար, բայց միայն պատգամավորներուն արչև այդ 20-35 հոգի էին, ինչ էին։ Այդ 35 հոգիները, որ իրենք են արդեն իրարու մեջ հաշվետվությունը գնային եւ առանց թերթերում դալու, առանց ժողովուրդը գիտնալու։ Ուրեմն տրանսպարանսի բագաս մգար։ Այդ թեմական գարույցի մեջ տրանսպարանս մի եկավ։ Եվ թեմական գարույցին շնորհիվ Փարիզի եկեղեցու ձխական վիճակը մտավ ընդհանուր անդամական ժողովի թրության մեջ, որ հետս է դայս անցնող 6 տարիներու ընթացքին վերջին ժողովին, երբ որ հաշվետվությունը ներկայացավ, նույն ինքն հագարագործները, ան թեմական գարույցի հագարագործները ձապարեցին, ասին որ սակայն երկար տարիների իվեր, վերջապես հաշվաբահության շնորհքով հաշվեգշիրը դեսանք այսօր, կշնորհավորենք եւ շատ այդ օրը մեզ համար մեծ բարգեւ մներ իրենց դված շնորհավորանքը մեզի։ Ըսելիքս այն է, որ քիչ առաջ ինչպես որսի այդ հարաբերությունները, որ թեմը ստեղծեց ծուխերու ձխական վարչականներու միջև, երևցող թեփը չէ, այսինքն ներքին թրմփակ եթե կարելի ասել, թրմփակ հարաբերություն մնե։ Իսկ մեր ժողովուրդը գխոսի այն բոլոր բաներու մասին, որ գտեսնե հանդեսը երբ որ լա օրինակ կդեսնե եւ հանդեսի դպավորությունը միշտ իրեն համար կարեւոր է երբ որ հանդեսը չկա
այդ մյուս ներքին բոլոր պատրաստությունները, որոնք չերևիր անդեսանելի ամենօրյա աշխատանքի մասին ամենօրյա աշխատանքին անդեսանելի մասը, որ այս բոլորը կփերե կսկսի ղարկավորել, մարդիկ երբ չեն տեսներ առանց տեսնելու եւ կքննադատեն վերջերս անշուշտ մամուլի մեջը իբրև թե մեր թեմը բամարած չէր ասելով հոտված մգար քննադատող այո մենք կխոսենք այս ընդհանուր իրավիճակի մասին ծեր հրաժարականի մասին մեր զրույցի վերջի բաժնով անպայման կանդրադառնանք որովհետեւ չանդրադառնալը անհասկանալի բիդելար այս վերջի ճգնաժամի մթնոլորտի տակ սակայն խոսենք նաեւ ուրիշ գործունեության մասին, որ կապված է ոչ թե դպրոցաշինության, ինչպես դուք նշեցիք Ալֆորվիլի այս նոր կոլեջի ծեր ղեկավարությամբ դարված աշխատանքը, այլ նաև թեմական խորհրդի այսպես ղեկավարության տակ դպրոցական կրթական հանձնախումբի գործունեությունը, որում մասին կարելի է դերևս հաստատել, որ այսօր չի գործել այդ հանձնախումբը, սակայն քանի մտարի որոշ պատրաստական աշխատանքներ տարված են դուք պետք է մեզ ասեք որքանով հասունացած է այդ աշխատանքը որքանով արդեն արդյունք տված է խնդիրը ինչի մասին է հայկական վարժարաներում մեջ վարժարանները ներս բերել աշխատանքային այնպիսի մեթոդ, որպեսզի հայ լեզվի դասավանդման որակը բարձրացվի, ուսուցիչներու պատրաստության, որն էր գլխավոր խնդիրը։ Այդ բոլոր նյութերը արձարծվեցան գրթական հանձնախումբը մեջտեղ բերինք, այդ գրթական հանձնախումբը դարիները ի վեր կբահանջվեր, մանավանդ արևելքեն եկող դողոց կողմ է, մտավորականներու կողմ է, որ ինչու համար Ֆրանսիայի քաղուտը գրթական մարմի մեջ ունի, որպեսզի հովանավոր է թերևս ալ Սուրիո եւ Լիբանանի մոդելի վրա հիմնվելով գտեսնեին այդ խնդիրը եւ որ ժամանակին Լիոն գտնված միջոցից նման բաներ երբ առաջարկվեր անշուշտ ես իրավասություն մեջ ունեի գլխավորը Փարիզի առաջնորդներ անիգա պետք է նախասերներ կպատասխանեի պետք է որ իրեն հետ երթակ եւ դեսնվիկ բայց երբ որ ես ընդրվեցա այդ ծնունդ տվի գրթական հանձնախումբին այստեղ գրթական հանձնախումբին ծնունդ տալը մեր թեմին կողմեն չի նշանակեր անպայման այդ հանձնախումբը ինքը հեղինակություն պիտի կրնա ցերկ բերել եթե դպրոցներ օրինակ կարևորություն չտան այդ հանձնախումբին ուրեմն Լիբանանի մոդելի մեջ ուրիշ հարաբերություններ կային ուրիշ կորձոններ, լծակներ կային, այդ կորձոնները և լծակները Ֆրանսայի բարակային չգան և չեմ գիտեր ինչպես կրնան ըլլալ։ Հետևաբար, երբ որ գրթական հանձնախումբը որոշ հեղինակություն չապահովեր և մարդիկ իրեն չեն ընդունիր իբրև գրթական մարմին հեղինակությունը, որ իրավունք ունի իրենց գործերու կարգավորման հարցերով զբաղվելու, չի կրնար որոշ բաներ որոշ գործունեություններ դանել բարձավես կրնա թելադրություններ անել մինչ այդ մենք նախնական աշխատանքներում մեջ մտանք մի քանի դասախոսություններ կազմակերպեցինք այդ նույնին շուրջ հրավիրելով ուսուցիչները գրթասեր մարդիկներ կա եղան դեղեկագիրներ պատրաստվեցան մանրամասն բաժնվեցան անոնք որոնք ներկա էին դպրոցներու այցելություններ յուրաքանչյուր դպրոց ինչ քիրք կտասավանդի ամբողջ այդ քրացուսակներ օրինակ Հրայր Այվազյանը բծախնդրորեն կատարեց եւ այցելություններ հավելյալ այցելություններ դրվեցավ ուսուցիչներու վիճակները նայեցանք երբեմն վարչականներ թշվող գտնվեցան, որովհետև ուսուցիչները սկսան կալ մեզի որոշ իրենց ցավերը պատմել, առհասարակ տնտեսական գլային ադում, բայց վարչականները քիչ մը թշկոյեցան, որովհետև ասին ինչ իրավասություն ունի այդ մարմինը եւ ինչու իրենց Բաշտոնյան գերտա անոնցկովը իրեն կանքատները կներկայացնի բայլն, արդեն սկսանք խնդիրներ ունենալ, այնպես որ նկատեցինք, որ գրթական մարմին
այդ մեր հասկացած ծևով արևելյան իմաստով կորձող մարմինը դակավին պետք է վերանայումի ենթարկվի եւ դարբեր հարաբերություններով պետք է որ հանդես գալ, որովհետեւ կարենանք իսկապես փուն նպատակին հասնել։ Փուն նպատակը ծերը նշած կետերն են, այսինքն սպաղիլ գրթական մագարտակի հարցով, ուսուցիչներու պատրաստության հարցով, անոնց տնտեսական վիճակին, օրինակ ես բացառիկ քննադեցի համասկայինի որոշումը, երբ մտածեցին հայերենի ուսուցիչին ամսականը կրկնապատկել, որբեսի հետաքրքրությունը ստեղծվի եւ մարդիկ սկսին այդ ասպարեզը սիրել եւ նվիրվել ասելով որ հոնալ կարելի է այսինքն այդ տեղեն ալ կարելի է կյանքաբավվել ընտանիք կազմել որբեսի որբ չմնա այս հայերեն լեզվի ուսուցման ուսուցչական այդ հարցերը մանկավարժական հարցերը այնպես որ Գարցեք սրբազան որ այս աշխատանքը գլխավոր խնդիրը միշտ կոնե Ֆրանսայի բարակային գապի դունենա տնտեսության հետ ինչու համար ասեմ մարմինը գրթական գամ ոչ գրթական բայց ասենք մշակութային մարմինը մասնավոր պետք է որ այն դպրոցները որ տնտեսական ասենք վիրավոր վիճակներ ունին այդ վերքերը թարմանելու համար պետք է անմիջապես օգնության փութան այսինքն ավելի տնտեսական մարմինը պետք է դպրոցներու համար այդ կրթական հանձնախումբի կողքին այո իսկ այդ հանձնախումբի աշխատանքներու մասին ավարտելու համար կգարձեք որ կարելի է վերագենտանացնել այդ մարմինը այսինքն այդ 3 տարիներու աշխատանքը ծառայեց հասունացման վիճակ ապահովելուն թե արդեն դադրած հանձնախումբ է ցեզի Հիմա չեմ գիտեր ես հավանաբար հիմա որ ավելի ժամանակ պիտի ունենամ վարչական պատասխանատվությունները ցերպազատած եմ պիտի նվիրվիմ առաքելությունս պիտի նկատեմ դպրոցական գրթական հարցերը եւ հանդիպումներ պիտի ունենամ այս ցավը բաժնող մարդոց հետ գրթասեր մարդոց հետ տեսնենք թե ինչ կրնանք կովի բերել իրարու հետ որովհետև ժամանակը եկած է, որ ինչպես հիմնադրամը գա եւ գործե, մեր վարժարաններուն հետ կապված այսպես հիմնադրամի թրությունը պետք է հաստատվի, որբեսի մեկ եկեղեցին հովանավորության տակ եղող վարժարանը համասկայինին դպրոցասերին եւ այլն այդ հարցերը իրենք կբահեն իրենց վիճակները, բայց այս մարմին առանց խտրության բոլոր դեղերուն, գարիկներուն պետք է որ փութա, օգնության փութա եւ այդ գարիկներուն բանդա, ասենք կոհացում դա։ Անշուշտ պետք է խուսափիլ որոշ, եթե շահարկումները սկսին տեղի ունենալ, պետք է ադոնք բաննել, արկելագել, գանխել, սիստեմ պետք է տնել։ Բայց եւ այնպես իսկական պետք ունեցող դպրոցներուն անպայման հոգադարությունը հանցն առնող մարմինը եթե կա մեր դպրոցական վիճակը կբարելավվի Սրբազան այր ծեր հրաժարականը անցնող ամռան ընթացքին շրջանտալից արձագանք ունեցավ աշխարհով մեկ Հայաստան, Սփյուռք եւ իմաստնավորի Ֆրանսիայի մեջ Թեմական խորհուրդը ինչպես վարվեցավ, ինչպես ընդունեցավ ծեր հրաժարականի լուրը եւ ինչու հանկարծ պատգամավորական ժողով տեղի չունեցավ եւ հատուկ պատգամավորական ժողով թեմական բոլոր կառույցներու այլ տեղի ունեցավ միայն 1-2 շաբաթ առաջ ծեր նշած այդ Բոմոնի Մարսեի ժողովը Արդյոք թեմի համար այնքան կարևոր չէր առաջնորդ Սրբազանի հրաժարականի խնդիրը, որբեսի կամ լուծեն, կամ ինչպես որ իրենց վերջին հաղորդակցության մեջ նշած են վեհապարի հետ հաշտության միջոց գտնեն, կամ ուղղակի ընդունին հրաժարականը եւ արդեն անցնին նոր փուլի։ Նայեցեք, այս հարցումը պետք է որ թեմական խորհրդի անդամներուն ուղղվի, թե ինչու չկատարեցին
ինչ պատահեցավ եւ այլն։ Իսկ քալով թեմական խորհրդի մասին հետեւյալը միայն գրնամ ասել, որ մեր կանոնակություններուն համաձայն բարդականությունները ճշտված են։ Եկեղեցականները ինչ իրավասություններ ունին, ինչ բարդականություններ ունին եւ աշխարհականները ինչ բարդականություններ ունին։ Մանավանդ որ բոլորը դալ գիտեք, որ մեր եկեղեցին այն բացառիկ եկեղեցիներեն մեկն է, ուր աշխարհականները առնվազն 2/3 մեծամասնությամբ ներկայեն քան թե հոգևորական դասը։ Եվ այս թեմական կանոնակության խմբակցության ժամանակ ամենամեծ խոչընդոտը ձխական աշխարհական վարչականներուն հետ, մանավանդ որոշ տեղերու մեջ, հոգևոր հովիվի նախակահ բարին շուրջներ, հոգևոր հովիվը ի բաշտոնե նախակահ է, երբ քրեցինք, զայրացան, փողոքեցին, բայքարեցան, ադիգա պետք է վերնա, եկեղեցականներ իրավունք չունին նախակահ լալու, իրավունք չունին դրամական խնդիրներով սպաղելու տնտեսական հարցերով։ Բացատրեցինք, որ այդ ի բաշտոնե նախակահը արի հարկանք իր օձումին է, չի նշանակեր անպայման ինքը դրամական հարցերով պիտի սպաղվի, ավելի բարդականությունները հստակ կերպով գրված են այդ բարդականություններում մեջը դուք մեջը մտեք եւ տեսեք, որ հոն գրված չէ, որ դրամական հարցերով պիտի սպաղվի, նույնիսկ քվեարկության բարակային քվեդալու իրավունք չունի։ Այդ բոլորը գրված են, բայց նույնիսկ չէին ուզեր արի հարկանք օձումին այդ նախակահ բարը ի բաշտոնե թրվի։ Եվ մեծ փոթորիկ բրտավ նիսին խնդիրը ադորդագը թաղված է նաև, այդ նախատասության դակ թաղված է ամպոշտակնաբինը սկիզբը։ Արդ, երբ որ դերբաչեին հարցը, թրամական հարցեր, վեհապարը երբ ինձի գքննատադեր, ինչու այդ աշխարհականները, որ ատքամ գբայքարեին, որ հոգևոր հովիվը ի բաշտոնե նախակահ պետք չէ կրվի, թրամական հարցերով պետք չէ սպաղվի, ահավասիկ առաջնորդը, որ թրամական հարցերով չուզեր սպաղվիլ, ինչու չի միջամտեցին, ինչու չսին, որ վեհապար դեր ադիգա սրբազանին բարդականությունը չէ, ըստ մեր կանոնակության մենք պատասխանատու ենք, մեզի ուղեցեք։ Այս թիրքորոշումը զարմացա, որ չփռնեցին, քիչ մը զարմացած եմ այս երևույթին առջև։ Այնպես որ այս հարցերը լավ գլա, որ արիթով մի իրենց տակ եւ գանչեք այս սեղանի շուրջ, խոսեցնեք եւ մենք իհարկե արիթովը տեսեք թե ինչ պատասխան կտան։ Արիթովը IPFM-ը արդեն հրավիրեց դարբեր մասնագետները տեբական խորհրդի ղեկավարութեն են կամ կողքը գտնվող մարդիկ, եկեղեցու շուրջ գտնվող մարդիկ, որովհետեւ իրենց տեսակետները այս հարցերու շուրջ հայտնեն, բայց իհարկե այս թղթածրարը պակված չէ եւ պետք է կարելի ասել այն առումով, որ ոչ թե միայն կննատատելու, այլ նաև որպեսզի թեմական խորհուրդը ստանցնի իր բարդականությունները, ինչպես նշեցիք, թե տնտեսական, բայց նաև գաղութի եւ թեմի ղեկավարման առումով եւ այդտեղ է, որ ես կուզեմ, որ մենք քիչ վերջ անդրադառնանք, որ ի վերջո ինչ պատկամ կմնա հաջորդի համար, նոր հանգրվանի համար ծեր փորձառութեն են մեկնած, բայց ես կուզեի նաև ի վերջո անդրադառնալ ծեր հրաժարականի խնդրին, որովհետեւ եթե բնականաբար ու հասկանալիորեն ծեր հրաժարականը պիտի ուղղվեր վեհապար հայրապետին, բայց նաև պետք է ուղղվեր այն մարդկանց կամ այն հաստատության կառույցին, որ ընդրած է ցեզ։ Այդ հարաբերության մասին ես կուզեի անդրադառնալ, որտեղ ի վերջո դուք թեմական խորհրդի այսպես ընդրյալն եք։ Հիմա եւ ոչ նշանակյալ հրաժարականից մեջ 3 հանգամանքներ կային առաջնորդ, հայրապետական պատվիրակ եւ քերակույն հոգեվոր խորհրդի անդամություն։ Այդ 3-ն մեկադն է, որ ասենք թեմին հետ կապ ունի, թեմական պատգամավորական ժողովեն ընդրված, բայց նաեւ որպես առաջնորդ հրաժարականից վեհապարին ներկայացնելը սխալ չէ, քանի որ ի վերջո իմ առաջնորդությունս
վեհապար հայրաբեդին գոմե բավերացվել է ետ միեն իզորու գթարնա։ Հասկանալի է վեհապարի ուղված Վեհապարին անպայման վեհապարին պիտի ուղվեր։ Իսկ ես կոպիմը իրենց տալով այն միտքը ունեցա, որ արդեն թեմական պատգամավորական ժողովին ուղված է նաև ադիգային ապերապար։ Իրենք պետք է որ այդ գացության առջև մտածեին թե թեմական պատգամավորական են առաջ, բայց թեմական խորհուրդը նույն իսկ գումարվեր է, ես ներկայ չէի ճամփորդյան մեջ էի, բայց թեմական պատգամավորականը ինչու չգումարեցին, լավ գլա, որ ավելի իրենք քան եւ բացատրեն, արդյոք իրենք դեղեցություն չունեին կամ գիտությունը չունեին, պետք է իրենք ասեն այդ բոլորը, ես չեմ գիտեմ։ Իսկ Էջմիածնի մեջ ինչպես ընդունվեցավ ձեր այդ հրաժարականը, որովհետև մենք նոր իմացանք նաև այս վերջին Մարսեի ժողովի ընթացքին ձեր արդասանած խոսքի շնորհիվ, որ երկրորդ նամակը նաև ուղարկած եք այդ 4 էջնոց կոչված նամակը, որում մեջ կրկին կբացահայտեք այն երևույթները, որոնք ցեզ նեղացուցած են եւ անընդունելի նկատված ձեր կողմի։ Կրնակ մանրամասնել այդ երկրորդ նամակի առաջինը հստակ էր թե ինչու կհրաժարեիք, երկրորդը պատասխան էր Էջմիածնեն եկած արձագանքին։ Հուլիս 3-ին վեհապարը հուլիս 1-ի հրաժարականից պատասխան նամակ մտավ։ Այդ պատասխան նամակը մեր չենք գիտեր մենք ով դվավ թերթին, բայց հրադարակվեցավ թերթի մեջ ժամանակ մի հետ։ Եվ չեմ գիտեր եթե դուք տեսաք այդ նամակին հրադարակվիլը։ Վեհապարին հուլիս 3-ի նամակը ի պատասխան իմ հուլիս 1-ի մենք արիք չենք ունեցել տեսնելու։ Այդ նամակին մեջ ուրեմն ինքը գսեր ես այդ ցևով ասած չէի, այսպես ասած էի, դուք մեր հորթորները վիրավորանք եք արել եւ այլն եւ այլն։ Ուրեմն ես այդ նամակին պատասխանը գրեցի 4 էջնոց ասված նամակը բացատրողակիր մնե այդ նամակին ի պատասխան ամեն մեկ կետերուն բայց որովհետև հրավիրված էի որպեսի անցամբ երթամ եւ ներկայացնեմ այդ խնդիրները ես բացատրողակիրը ղրգեցի չիկացի բացատրեցի վերջավորության թե ինչու չեմ երթար եւ դուք կսեք չեմ երթար որովհետև այդ թադական խորհուրդը, եթե բառը ճիշտ է, ինք ենթակա է կաթողիկոսի վճիրին, չի գնար ինքնորոշ կերպով վճիր կայացնել, ուրեմն իմաստ չունի երթալը, եթե դուք կգարձեք, որ վեհապարը պիտի ամեն բարակայի ձեր հանդեպ ոչ տրական դիրքորոշում որդեգրե, ուրեմն այդ ոչ տրական դիրքորոշումը պիտի նաև անցնի այդ թադական գոչված խորհրդին։ Այդ մտավախությամբ չպասի։ Խորհուրդ չէր, քերակույն հոգևոր խորհրդի նիստ էր, ընդլայնված նիստ էր։ Այնպես որ բայց այդտեղ գարկաբահական, որտեղ եկեղեցին ունի իր գարկաբահական նաև մեխանիզմները։ Անոր դագավին չէր կացած, այլ քերակույն հոգևոր խորհրդի նիստին էր, որ ընթերցվեցավ, քերակույն հոգևոր խորհուրդը հրաժարականից ընդունվիլը ներկայացուց վեհապարին եւ ընդունվեցավ։ Նամակը եկավ, որ նոյեմբեր 1-ին սկսյալ ուրեմն ուժի մեջ կմտնեց ծեր հրաժարականը ընդունված է։ Կաթողիկոսի ստորակրթությամբ։ Բանին Տիվանա դունեն եկավ փող Տիվանաբեդին կողմեն ստորակրված։ Նույնիսկ Տիվանաբեդը չէր ստորակրած։ Եվ անոր վերջավորության կբացատրեի թե ինչու համար կբացակային, որովհետև նվիրաբեդական գարկանոնը կհարկվի մանավանդ ժողովներու ադենալ եւ վեհապար հայրաբեդը այնտեղ նստած մարդիկ չեն գնար իր վեհապարին թեմ չես կնար փամախոսիլ, որովհետև նվիրաբեդական գարկանոն կա պետք է հարկել, այլ ուրեմն նշանակությունը պիտի չունենար ի վերջո մարդիկ պիտի չգրնային իրենց դեսագետը անպայման ասել։ Այո։ Իսկ ամեն բարակայի դուք չկացիք այդ ժողովին այդտեղ ի վերջո ծեր բողոքը ճիշտ հասկացված է այսօր ըստ ցեզի
որովհետև դուք ոչ թե կխոսիք միայն վեհապարին ծեր անձի նկատմամբ վիրավորական արտահայտություններով կամ ոճի մասին, այլ կխոսիք նաև աշխատանքային ոճի մասին։ Եվ այստեղ ահա գծակի վաղվան համար ֆրանսահայ թեմաներս, թե ինչպես պիտի ընտանա կամ հաջորդ առաջնորդը պիտի ունենա նույն խնդիրը, այսինքն իրեն պիտի բարդատրվի ցերկը սեղանին զառնել, որբեսի վճիրներ կայացնեն, որոնք ժողովի որոշումներու կրնան հակասական թիրքի մեջ գտնվի, ինչն է, որ վաղվան համար դուք կուզեք ոչ թե միայն Ֆրանսիայի, այլ ընդհանրապես հայ եկեղեցու մեջ որպես աշխատանքային ոչ ընդունել տալ։ Այդ նամակից մեջ որոշ ակնարկներ ըրած եմ, հիմա քալով թե ինչպես ընդունվեցավ ադիգա, անշուշտ ադոր թրագան ընդունված պետք չէ լալ, որովհետև ի հետևանք այդ բացադրողակրի ընթերցումին բանջվեցավ հրաժարականից ընդունումը, եթե այդտեղ բացադրվածները ընդունելի ըլլային, պիտի սեին, որ հետևաբար պետք չէ հրաժարականը ընդունին, կոստեղը ուրիշ բաներ գսվի եւ այլն։ Քալով այդ գեդին բավական լուրջ խնդիր մնե այս խնդիրը, որովհետև մեր կանոնակրություններու հոդվածները եւ դրամատրությունները եթե հարկվին, ոչ մեկ խնդիր դեղի չունենար եւ հաջորդ առաջնորդը իր փորձը կրնա յուղի պես տանել։ Բայց եթե միջամտություններու ադեն զանազան հարցեր մտնեն, որոնք խանգարեն այդ կանոնակրային գործընթացը, խնդիրներ կրնան ծագիլ։ Բայց այսօր մեջ պետք է որ առաջնորդ թեմական խորհուրդ բոլորնալ իրազեկել լան եւ հետևին այս կացության, որովհետեւ եթե չհետևին, մինակ առաջնորդի վրա ցկեն հարցերը, առաջնորդնալ վերջապես գիտեք, եկեղեցական ենք մենք, մեր մեծավորը հարաբերությունները նվիրապետական կարգը տարբեր գաբերունին, քան թե աշխարհական վարչականները, այնպես որ այս տեսակետով կանոնակրային հոդվածներու դրամատությունները պետք է հարկվին, որբեսի առանց խնդիրներու մեր գործերը կաննավոր կերպով ընթանան այս։ Դուք նշած էիք որոշ արտահայտություններ կային այդպես ժողովրդավար, գործելավոճ, բռնապետական դրսևորումներ, արդյոք կգարձեք, որ ի վերջո, որովհետև լա առաջնորդ, լա կաթողիկոս կամ լա ծխական հոգևոր հովիվ, ի վերջո անձը հաստատութեն են այս բարակային եկեղեցին դարանչատելով, մենք ավելի նպաստ չենք բերել եկեղեցու այն առումով, որ վերջերս կա կաթողիկոսի նկատմամբ ոչ թե միայն ցես հետ կապված, ընդհանրապես այսպես բողոքի ալիք եւ որքան բարձրանա կաթողիկոսի նկատմամբ բողոքի ալիքը արտար երկրորդ նյութ այս բարակային այս պահուն եկեղեցին է ի վերջո որ պիտի դուժե եւ դերևս սա արիտ կդառնա նաեւ որ մարդիկ կրնակ դարձնեն հայ առաքելական եկեղեցու ասելով որ եթե սա է ձեր գեղերականությունը ես երտամ ուրիշ տեղ ահավասիկ աղանդները ուժ կառնեն այսինքն մի քանի բաժարներ ունի չհաշված նաեւ որ մեր արչեւը 100-ամյակն է ցեղասպանության եւ կրնան շատեր օգտագործել այս իրավիճակը ասելով որ հայ եկեղեցին լավ այսպես լուրեր չեն կար այդտեղեն բարձ ասելու համար ինչն էլ որբեսի եկեղեցին բահբանե իր հեղինակությունը նույնիսկ երբ եկեղեցականները նույնիսկ ամենաբարձր դիրքի վրա այսպես կնատադություններու ենթարկվին այս հարցումը չեմ գիտեր ինձի պետք է ուղղի թե ուղղակի վեհապար այրավետին դերևս պետք է ուղղեիք բոլորից երևի որովհետև ի վերջո ինքն է բանը դերը ասենք մեծավորը եւ ինքը հարցում մնե որ ավելի իրեն կվերապերի որովհետեւ ասիկ թե ժողովուրդը բողոքներ ունի աղանդավորներ ուն երթան եւ այլն
այս ընդհանուր երևույթին պատասխանատու անձը Գիտեք ինչի կանտրատարնամ նաև սրբազան, որ օրինակի համար Վազգեն առաջինի օրերուն Մոսկվայի առաջնորդը գարկալույց եղավ։ Այն ժամանակ ինտերնետ չկար, մարդիկ հարցի չվերածեցին։ Այսօր, երբ կաթողիկոսը Մոսկվայի առաջնորդը գարկալույց կնի, մեծ խնդիր գծակի։ Հիմա խնդիրը այս է նաև, որ մեր ուշադրության պետք է գետրոնը նաև մնա այն, որ չխառնենք հարցերը եւ եկեղեցին հեղինազրկության չտանենք, որբեսի թե հավատացյալներու արչեւ, թե օդարներու արչեւ մենք ոչ միայն ամոթի մեջ չմնանք, սա մեր ազգային եկեղեցին է։ Իմ հրաժարականս երբեք կապ չունի ցերսազներուն հետ, բացարձակապես ես չեմ ըրած որբեսի ինտերնետները քրեն, ես չեմ ըրած որբեսի մարդիկ ասենք 100-ամյակի հետ կապված խնդիրներու մասին մտածեն կամ ադոր կվիրավորե եւ այլն, ես վեապար հայրաբեդին հետ աշխատանքի եղանակի տարբերություն ունեցա, չի գրծա այլևս, դեղ մի եկա, որ չգրծա իրեն հետ աշխատանքի վարչական ասենք կորձի շարունակությունը ընդունել։ Ես ուզեցի վարչական աշխատանքային գաբերեն հերանալ, որովհետև դարբեր մեթոդի խնդիր էր, հրաժարեցա եւ հրաժարականս քրեցի այդ ուղությամբ։ Հիմա մամուլին ինչպես քնած, իմ վրաս թողնեն, բայց ես չեմ մարգած մամուլին։ Ես նույնիսկ երբ որ հանցնեցի ադիգա օրինակը ադենաբետներուն, որովհետև ինչպես որ գսեք հրաժարականը պետք է որ թեմական պատգամավորական ժողովին ուղղված լար նաև։ Այդ իմաստով ես օրինակը ղրգեցի իրենց, բայց եթե իրենք օրինակը բազմապատկեցին եւ 11 անդամներուն ղրգեցին, անգևերջ եթե երբեք այդտեղ են փախուստ մը եղավ եւ հրաբարակ քնած մամուլին սեփականություն դարձավ, ես մեղավոր չեմ։ Նորվան Ես սրբազան։ որովհետև ադոր հսկողությունը չունիմ։ Այնպես որ ես իմ խնդիրս անձնական աշխատելավոճի, այն ասենք աշխատանքային ոճի վերաբերմունքը որ ունիմ եւ գարելի չէ ասենք շարունակել աշխատանքը, ուզեցի որ այլևս վարչական կորձունեությունները հեռու մնամ եւ տարբեր ծառայությունս տարբեր ցևով եկեղեցին հերան։ Շատերը խնդրեցին, որ դուք ի վերջո հետ կաշեք ձեր հրաժարականը, թե թեմական խորհուրդը, թե ձեզ սիրողները բոլոր, մտածելով, որ նույնիսկ հրաժարականի ձեր բողոքի ցայնը բարձրացնել է հետո, դուք ընելիք ունիք դեր որպես առաջնորդ թեմի կազմակերպումը իր լրումին հասցնելու առումով եւ մանավանդ որ վեհապար հայրապետը դարիքային այս սահմանումը նկատի չառնելով, այսինքն որտեվ կա չէ այդպիսի սկզբունք, որ 70 տարեկանին հետո պետք է որ առաջնորդները դադրեցնեն իրենց առաջնորդական ասիգա ուղենիշներու մեջ խոտված մնե, Այսինքն որտեղի մեր կանոնակության մեջ չեմ մտածա։ Այո, բայց վեհապարը ինքը խնդրած էր կամ բանջած էր, որ դուք ձեր գործունեությունը շարունակեք հակառակ այդ սահմանակիցը անցնելուն։ Այս բոլորեն յետք ես կուզեի նաև հասկանալ, որ գար դեղ, որ դուք հրաժարականին հետ կանգնեիք ու շարունակեիք, թե իսկ սպանի վերջնական Ոչ, հրաժարականս եդ ընդունել կնշանակե, որ վարչական աշխատանքս շարունակել կնշանակե վեհապար հայրաբեդին հետ։ Վարչական օրեն ես այլևս չէի գրնար աշխատիլ, դժվար էր ինձ համար։ Այնպես որ ես ատկե ուզեցի բաժնվել, ոչ թե ուրիշ որևէ բանեմ, ադոր համար մարդիկ սխալ կխոսին, վեհապարին հետ հաշտեցնելու նյութեր գնեն եւ այլն, ես վեհապարին հետ քեն չեմ որ պիտի հաշտվիմ։ Ես վարչական աշխատանքային հարաբերությունը ուզեցի գեցնել եւ ադիգա բան է, այսինքն նույնիսկ ադալ կանոնակրային է թեմական օրեն խոսելով, երբ չես ուզեր եւ չես կրնար,
Գհրաժարիս։ Սրբազան այր վերջին հարցը կանի երեկվենե սկսյալ արդեն ամեն ինչ ավարտած է, դուք արդեն ազատ մարդ եք բաշտոնի առումով, ինչ հանձնարարական դելատրանք խորհուրդ կրնակ տալ, որն է ձեր պատկերացումը թեմական կյանքի վաղվան օրվան համար եւ եթե կարելի է խորհուրդ տալ ի վերջո հաջորդ առաջնորդին, որովհետեւ ձեր գործը շարունակվի ձեր պատկերացումներով, նաեւ ինչու՞ չէ։ Ուրեմն նախ եւ առաջ թեմի մեջ այսօր ամենեն դգարգեդը թեմին տնտեսական գարույցն է։ Ուրեմն թեմը տնտեսաբես գառուցված չէ դակավին։ Հաջորդ առաջնորդին եւ թեմական խորհրդին ավակ բարդականությունն է թեմական տնտեսական գառույցը գազմագերբել։ Որ մի այդ կարգ բաներ բիդի թյուրանան, որովհետև որպես ինչս եմ ծրագիր թեմական խորհուրդը այս տարի հունիսին Լիոնի մեջ պատգամավորական ժողով գումարեց եւ ծրագիրներ բարձեց։ Շատ լավ ծրագիրներ էին, զանազան հանձնախումբներու բարդականություններ հանձնված են։ Անոնց մեջ կան ինչպես քրիստոնեական դասավանդությունը պետք է ապահովել, հայերեն լեզվի մշակույթի, այդ բոլոր ինչ որ մենք ընդհանրապես գիտենք առաքելության ծիրեն ներս կմտնե, այդ բոլորը դասավորված կերպով ներկայացվեցավ։ Եվ ասենք որ նման ծրագիրներ ներկայացնելը բավարար չէ, եթե երբեք անոնք գործածության չտրվին։ Գուցե այդ բոլոր ծրագիրները համատեղ մեկ կարելի չէ գործադրել, բայց արդեն պետք է սկսել մեկ առնել եւ ամեն անգամ մեկ հատի մեջ հաջողել մեջ հանցնել հաջորդ հանգրվանին, հաջորդ ծրագրին եւ օր մնալ վստահաբար պիտի տեսնենք, որ գազմագերբյալ թեմական գառույց ունենք։ Այս գազմագերբյալ թեմական գառույցը երբ կսենք, պետք է որ որոշ բաներ հստակ լան մեր ցանկությանց մեջ։ Օրինակի համար ես Լիոնի վարժարանի հիմնադրության փորձառության ժամանակ այդ հերացայինները, որ գերտային գուքային, նկատեցի, որ մարդիկ կխոսին իշխանության մասին։ Ինձի տելեֆոններ են ինսելով, որ կուզես անձնական իշխանություն սերկ բերել, որ դպրոց կկառուցես։ Ամբողջ քիշեր ցերեկ տակնաբս հայերեն լեզվի վերագենտանացման սա քաղուտը որ պոտենցիալ ունի, սա լեզուն ինչու չի խոսի լսելով ինքս կբادرդեմ ահագին զախսերու մեջ մտնելու հանձնառություններ կստանցնեմ եւ ինձի իշխանություն փնտրելու նույթ կնեն տեսա որ մարդիկ կան որ մշակույթ գրթություն հայերեն լեզու իշխանադեն չության նպատակով է որ այդ առարգաները կշոշափեն ով որ այսպես կմոդենա կցախողի լեզուն չէ որ կյանքարն է իրենց իշխանադեն չությունն այսպիսի գացություններու մեջ շատ երկար կյանք չունենար որովհետև գիտենք կառույցը վիճակնից ինչ վիճակի մեջ է բայց եթե երբեք մենք կադարյալ համոզումով փուն նպատակագետին զառնենք որոշենք որ մենք բոլորս պիտի զինվորակրվենք ծառայության ամենեն զայրակուն աստիճանի վիճակով պիտի աշխատենք այս ծրագիրները գործադրելու մեջ չեմ ասեր որ մենք 50-100 կհաջողենք բայց եթե այսօր 3-100 է կամ 10-100 է 30-100-ի գրնա բարձրանալ պոտենցիալը այսօրման վիճակի մեջ 30-100 մինչև գերտա 30-ին հասնել են վերջն է որ կմտածենք թեր 20 մգարելի է երտալ թե ոչ այդ 30-ին հարցը 30-ը պոտենցիալի մեջն է այս ինչու համար որովհետև 100-100 չլար 50-100 չլար բայց քոնե 30-100-ը քանի որ գլլա ինչու չերտանք չարշավենք Ես ասոր համար առանց խդրության թավանական է, քաղաքապարախոսական է եւ այլն ով այս նպատակին կհավատա եւ իսկապես կցանգա ես պիտի փապակեի որ ադոնցմով գազմվեր գորիզը առանց գորիզի չի գնարելալ
այդ գորիզի մահանջը ունի մեր քաղուտը եւ գիտեք առնենք բոսո այդ մեր ծաղգուն վիճակը գորիզմներ մտավորականներու որ ամբողջ նույնիսկ այդ արհեստավորներուն աշխարհը իրենց չափերով մտավորական վիճակի մեջ դրած էին Գոշկագարմը որ թմրոցեն գես ելածեր հազիվ քիչ մկրել գարտալով գիդերայերեն թերթը կսպասեր աստակ թերթը կսպասեր այք թերթը կսպասեր զարթոնք թերթը կսպասեր պիտի գարտա եւ հետաքրքրությունը իրեն չափերով գաբի մեջ կմտներ եւ իր չափով մտավորական հարաբերություններ ուներ բայց այդ վիճակը ստեղծողը մտավորական գորիզմը գար դերմը որ այդ բոլորը ցանցը պատրաստած էր եւ գործեր այստեղ չեմ ասել այդ մոդելները ես քիչ գարոդափախծությամբ կհիշեմ չեմ ասել որ այստեղ այդ ցևով իդե հաջողենք այստեղի ցևով հաջողելու միջոցը գա մինչև 30-100 երթալու եւ այդ ցանկությունը չգա եթե ցանկությունը գա գործադրությունը չգա գործնականացումը չգա ադենն է որ ջարերեն անտին պետք է բادرաստության գործով սպառվել այսօր համար ես Թալմուդի դպրոցներուն գնախանցիմ ֆորմացիոնի գահավան 10 հոգի միայն պետք է քիշեր ցերեկ ժամանակ կուտանա 10 հոգին կբادرաստեն ինչու երբ որ լավ օրինակներ կան մենք մինչև վերջ կսիրենք ուրիշին հաջողությունները բատմելով մենք ուրախանալ ասինչ վիճակ է չեմ հասկացած այնպես որ ժամանակն է որ մեր քաղուտը գերդելու աշխատանքին լծվի ջարերեն անտին թող ջարերը լան անոնք իրենց տեղ ունին բայց ջարերեն անտին կորց մգա Սրբազան շնորհակալություն այս օրով IPFM կալուն եւ ձեր խոսքը մեր ունգընտիրներուն ներկայացնելու փոխանցելու համար մենք մեր կողմեն եւ վստահ եմ բոլոր ցեզ լսողներուն կողմեն շնորհակալություն կհայտնենք 45 տարվա գործունեության համար դեռ չավարտած, որովհետև ինչպես նշեցիք, մեծ պատասխանատվություններ կան ցերուսերուն վրա շարունակ եւ տարիներու համար դեռ շնորհակալություն տարված աշխատանքի համար եւ շատեր այսօր մեծ ուզումով է որ կլսեն ձեր այս խոսքերը ուղագի ձեր հրաժարականեն մեկ օր յետ բայց առաքելությունս այսօր կսկսի 2 նոյեմբերին շնորհակալություն սրբազան ցտեսություն Carte sur table. Une émission proposée par Hype FM.